Ողջույն սիրելի ընկերներ, քանի որ ինձ հաճախ հարցնում եք ինչ գրքեր կօգնեմ կարդալ, որոշեցի ձեզ առաջարկել 3 հրաշալի գիրք այս ծրվանը ընթերցելու համար։ Այսպես առաջի գիրքը որ ուզում եմ առաջարկել, Դաթա Տուրաշվիլի «Ջինսի սերունդը» վեպն է, մի հրաշալի վեպ։ Վեպը պատմում է մի խումբ երիտասարդների մասին, ընդվզող երիտասարդների մասին, նրանց կյանքի մասին եւ շատ իսկապես ուզիչ շաքարվեստողներից վեպ է։ Չեմ ուզում մանրամասներն անհատական, որովհետեւ եթե մի քանի բան ասեմ, արդեն հետաքրքրությունը կգոյի եւ դուք հաստատ այն հետաքրքրությամբ չեք ընթերցի վեպը։ Պարզապես կհուշեմ, որ վեպը գրված է իրական փաստերի հիման վրա։ Երկրորդ վեպը, որ կուզեմ ձեզ ներկայացնել, Իտալո Կալվինոյի հրաշալի վեպերից մեկն է, Երկաթված Վիկոնտը, եւ սա երագության մի մաս է կազմում։ Մի փոքր ներկայացնեմ այս գիրքը։ Ուրեմն Վիկոնտ անունով մի մարդ մեկնում է պատերազմ եւ դառնալի կերպով հրանոթը նրան կիսում է երկու մասի քրի ժամանակ։ Եվ նրա երկու եսերը սկսում են ապրել առանձին կյանքերով։ Շատ յուրահատուկ հետաքրքիր թեթև, բայց միաժամանակ նաեւ խորը վեպ է։ Բազում ուրեմն ենթատեքստերով իսկապես արժի կարդալ։ Ինձ թվում է անտարբեր չի թողնի ոչ ոքին Կալվինոն։ Եվ երրորդ հեղինակը, որին ես շատ սիրում եմ, երևի հաճախ նկատել եք նաև անդրադառնում եմ, նաև հաղորդումներին եմ զրուցում Մուրակամիի մասին, որտեղ իսկապես արժանի հեղինակ է եւ այն քիչ հեղինակներից է Հարուկի Մուրակամին, որ միշտ զարմացնում է եւ չես ուզում կտրվել նրա գրքերից։ Ահա նրա վեպերից թերևս ամենակարևորներից մեկը, երևի որ շատ սիրված է նաև նորվեգական անտառի մասին է խոսքը։ Սա վեպ է երիտասարդների նրանց խնդիրների մասին, էգզիստենցիալ ճգնաժամի մասին, սիրո մասին եւ շատ այլ թեմաների մասին։ Վստահեցնում եմ, որ այնքան կսիրեք վեպը, որ ցանկանաք նորից վերընթերցել եւ ունենաք բազում նշումներ եւ նաեւ հետո խորհուրդ ձեր ընկերներին, եւ իսկապես շատ լավ վեպ է։ Այսքանը սիրելի ընկերներ, անպայման կարդացեք ձմռանը օրերը ավելի ջերմացնելու համար եւ իհարկե հետեւեք իմ ռևյուներին, շնորհակալ եմ ուշադրության համար։